Ուրեմն ընդամենը 2 օր առաջ եկել է Դավիթ անհաղթ այգու տեսանյութ էի նկարահանում եւ նկարահանեցի, որ ստեղ ծառ կար։ Այս ամբողջ հատվածի ծառերը հեռացրել են Դավիթ անհաղթ այգու։ Մենակ այս ծառն են թողել եւ նախորդ իմ նկարահանած տեսանյութներում երևում է, որ հենց այստեղի ծառը մեծ, կենսունակ, առողջ, փարթամ ծառ է։ Ու հիմա այս տարածքի մի շարք ծառերը կտրել հեռացրել են, հենա թեփերի տեղերը երևում է։ Եթե Երևանի քաղաքապետարանին հարցնենք, թե խի են կտրել, բնականաբար իրանք ասելու են չոր ա եղել, կենսունակությունը կորցել է, դրա համար կտրել են։ Ուրեմն Քանաքերձ Այթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը հենց այս զրուցարանում խոսք է տվել տարածքի բնակիչներին, որ ծառերը չի կտրելու։ Մենք ոտի վրա կդիմանանք, դուք էսի չկտրեք, չկանդեք, մենք այդ ծառերը չկտրեք։ Չէ, ծառերը շատանում է։ Գիտեմ շատանա, բայց այդքան բարձր կարող է չլի, մեր բարձր ծառերը մնում մենք է։ խնդրում ենք։ Բարձր ծառերը մնում է, բարձր ծառերին ավելանում են նոր ծառեր կողքը Նրան ոչ մեկ դեպք Ու բնակիչները ասացին, որ այդ մեծ ծառերին չկպնենք, բայց փաստացի տեսանք, որ կտրել են ու հենց այդ կտրած ծառերը են զրուցարանում են պահեստավորել, որտեղ որ խոսք են տվել։ Տեսեք, սա անթույլատրելի է եւ ստեղ տնգած ծառերը դատապարտված են չորացմանը։ Տեսեք, բետոն է տակը, եթե շատ փորենք, տակը այստեղ կաֆել կա։ Այսինքն այստեղ ծառ են ուզում տնկել։ Այսինքն մի հատ ուզում ենք հասկանանք, էլի։ Սենց ասած ճակերտավոր ոռոգման համակարգ են անցկացրել, որ ջուր ոռոգեն, ծառերը ջրվեն, բայց եթե ծառերի արմատը բետոնի տակ ալնելու ջուրը ոնց է ներս թափանցելու, որ ծառերը ջրվեն։ Հասկանում եք։ Սա էլ սենց ասած ոռոգման համակարգն է։ Այսինքն բետոն է, այսինքն նույնն էլ ներքևի հատվածը, այսինքն հեսա։ Ստեղ ուզում են ծառ տնկել։ Հեսա, տեսեք, հեսա կաֆելի մետլախն է։ Այսինքն ջուր ներս չի թափանցելու ու այս հարթակը բետոնի կաֆելի մեջ է։ Հասկանում եք։ Այսինքն իմաստը, այսինքն որ ջուր արմատներին չի գնալու։ Սա նորմալ չի։ Հաստատի արձանագրում ենք, որ մեծ, առողջ, կենսունակ, փարթամ ծառերը հեռացրել են